լեգիտիմության դեֆիցիտը միայն խորացել է։ ՔՊ-ն կերել է ԲՀԿ-ին ձայն տված շուրջ 60,000 քաղաքացիների ձայները, հետևաբար հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանը լեգիտիմության լուրջ ճգնաժամ ունի, արձանագրում են ընդդիմադիրները։ Բարգավաճ Հայաստանին ձայն են տվել մոտ 60,000 մեր հայրենակիցներ։ Դուք ուղղակի ոտատակ եք տվել մեր հայրենակիցների քվեն եւ մոտեցումը, իրենց քաղաքական դիրքորոշումը։ Այստեղ Բարգավաճ Հայաստանը պետքա լիներ եւ դուք կերել եք իրենց ձայները։ Այ դրանով նաեւ դուք լեգիտիմ չեք։ Այնինչ այսօր կատարվում է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ մի կողմից ինձ շատ ծանոթ է եւ այն ոչ միայն հակաիրավական է, ոչ միայն հակամարտկային է, այլև խորապես անբարոյական է։ Պատգամավոր Լևոն Քոչարյանի խոսքով թվում էր, թե Փաշինյանը չի հատի գոնե ընտրությունները կեղծելու կարմիր գիծը, բայց ըստ նրա հունիսի 7-ը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ նա չունի կարմիր գծեր։ Շատերին թվում էր, թե ընտրություններ կեղծելը այն կարմիր գիծը կլիներ, որը Նիկոլ Փաշինյանը երբեք չէր անցնի։ Սակայն այս ընտրությունները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ նրա համար կարմիր գծեր ըստ էության չկան։ Ես համոզված եմ, որ քաղաքացիական պայմանագրին ձայն տված մեր շատ հայրենակիցներ այդ ձայնը քվեն տվել են հսկայական ներգործության վրա, որը տեղի ունեցել թե իրենց մտածողության վրա, իսկ որոշ դեպքերում նաև կամքի վրա անթույլատրելի ներգործության արդյունքում։ Աննախադեպ էր նաև արտաքին միջամտությունը։ Փաշինյանն այնքան անհրաժեշտ էր օտարերկրյա ուժերին, որ խախտելով միջազգայինորեն ընդունված սկզբունքները փաստացի ուղղակիորեն նրանք միջամտեցին Հայաստանի ընտրական գործընթացին։ Սակայն ցավը նրանում է, որ այդ աջակցության գինը վճարելու է ոչ թե քաղաքացիական պայմանագիրը կամ Նիկոլ Փաշինյանն, այլ վճարելու է ամբողջ մեր հայ ժողովուրդը։ Եվ չնայած այս ամենին, այս պայմաններում քաղաքացիական պայմանագիրը չստացավ 50+1% քվե։ Եվ ինչ եղավ դրանից հետո, երբ որ տեսան, որ դա չեղավ, դիմեցին իմ կարծիքով այսպես կեղծիքների կուլմինացիան տեղի ունեցավ, գագաթնակետին հասավ, երբ խորհրդարանի անցողիկ շեմը հաղթահարած Բարգավաճ Հայաստան կուսակցությանը պարզապես զրկեցին այստեղ լինելուց ու գողացան այդ ձայները։ 58,500 քաղաքացու ձայն գողացվեց։ Կներեք, բայց ուրիշ ձև որակել, քան գողություն, դա շատ դժվար է։ Ինչ է արվեց սա, երևի թե չունենալով 2/3-ը, գոնե 3/5 ունենալու համար դիմեցին այս քայլին։ ՔՊԱ-ականները ըստ էության չեն հերքում, որ այս ընտրություններում արտաքին աջակցություն են ստացել եւ կրկին խոսում են իրենց դեմ հիբրիդային գրոհների մասին, այդպես էլ որևէ ապացույց չներկայացնելով։ Հետևյալ միտքն է, որ այս ընտրություններն անցել են օտարերկրյա հսկայական միջամտությամբ եւ այո, մենք հաղթել ենք ընտրությունները եւ որ տեղի են ունենում հսկայական հիբրիդային գրոհներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Այս մասին մենք խոսել ենք, ես անձամբ խոսել եմ նաև տարբեր միջազգային կառույցներում։ Առաջին անգամ էր, որի քաղաքական գործիքներից անդին կիրառվել է Հայաստանի Հանրապետության նկատմամբ տնտեսական գործիքակազմ։ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը շեշտում է, որ անգամ ՔՊ-ի ձևավորած սահմանադրական դատարանն է արձանագրել, որ իշխանությունն այս ընտրություններում վարչական ռեսուրս է կիրառել, որպես սոցիալական կաշառք ընտրությունների նախաշեմին բարձրացրել թոշակը։ Սահմանադրական դատարանը պարզում ասում է, որ այդ կենսաթոշակը, որ բարձրացրել եք, լավ չեք արել։ Դա պետք է կանոնակարգվի, ասում է, որ դա նմանա սոցիալական կաշառքի, որ պետք է օրենսդիրը դրա վերաբերյալ լուծումներ տա։ Դե երևի դրանից էլ տեղյակ չեք։ Մյուս հանգամանքը սահմանադրական դատարանը ասում է, որ դուք վարչական ռեսուրս եք չարաշահել, ատելության խոսք եք տարածել։ Ուղղակի այս ամբողջը արձանագրելով Բարգավաճ Հայաստան կուսակցության է տեղի ունեցածը ձայնագողության տեսանկյունից արձանագրելով վերջում ասում է, որ այդ ամեն ինչը ազդեցություն չի ունեցել ընտրության վերջնական արդյունքների վրա։ Դե դա էլ հիշենք, որովհետև սահմանադրական դատարանի կազմը, ոնց հիշում ենք, ձևավորվել է այլևս ձեր իշխանության պաշտոնավարման ժամանակ։
Իդեպ ակնկալել անկախության այդքան բարձր աստիճան, կարծում եմ կլինի միամտություն։ в рамках Евро. Բայց ըստ ընդդիմության ամենասարսափելին այն է եղել, որ մի քանի պատերազմ բերած Փաշինյանը աղետալի պատերազմ էր կանխատեսում այս սեպտեմբերին, եթե իր թիմը սահմանադրական մեծամասնություն չստանա։ Ելնելու է պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ։ Մի ձայնագրություն լսենք, հետո քննարկենք։ Աննա Գրիգորյանը ԿՊԱ-ականների հիշողությունը թարմացնելու համար ձայնագրություն է միացնում։ Եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չեմ ասում ընտրություններում աղթի։ Ուղիղ հարց տալիս, հիմա ինչ պետք է անել, կասկա ժիլետները պետք է պատրաստել ու սպասել Փաշինյանի կանխատեսած պատերազմին։ Փաստացի սահմանադրական մեծամասնություն չեք ստացել, նույնիսկ 50 գումարած մեկ չեք ստացել, հա, հիմա քաղաքական մեծամասնություն ձևավորված է, բայց ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, սահմանադրական մեծամասնություն չեք ստացել։ Պարզ հարց։ Արդյոք սա նշանակում է, որ մի ամսից լինելու է պատերազմ, ընդ որում ավերիչ պատերազմ, եւ մենք հիմա բոլորս գնանք մեր կասկաներ, բրոնիժիլետ հավաքենք, սպասենք պատերազմի, թե ուղղակի սովորական սուտ եք հայտնել տերորի ենթարկելով մեր ժողովրդին, դրանով փորձելով համապատասխան ձայներ հավաքել։ Ընդ որում ես ուզում եմ այստեղ չմանիպուլացնեք, ասեք, այ գիտեք, մենք նկատի ունենք, եթե ընդդիմությունը գա, անի այս քայլերը, այդ ժամանակ է լինելու պատերազմ։ Նիկոլ Փաշինյանը առավել քան հստակ, աներկբա կերպով ասում է, եթե մենք ուղակի մեծամասնություն ձևավորենք, սահմանադրական մեծամասնություն չձևավորենք, լինելու է պատերազմ։ Ես ուզում եմ, որ դուք հիմա հաշվետու կերպով ժողովրդի առաջ նախ եւ առաջ ասեք, մեզ պատերազմ է սպասում, թե պարզապես ձեր հերթական սուտն է եղել։ Խորհրդարանի խոսնակի թեկնածուն հերքում է շեֆի խոսքերը, սեպտեմբերին պատերազմ չի սպասվում, վստահեցնում է Ռուբինյանը։ Ոչ, սեպտեմբերին չի սպասվում պատերազմ։ Սեպտեմբերին չի սպասվում պատերազմ, որովհետև քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հստացել է վստահ մանդատ շարունակել խաղաղության գործընթացը եւ մենք այն շարունակելու ենք եւ հաջողությամբ հասցնելու ենք ավարտի։ Այո, սահմանադրական մեծամասնություն չենք ստացել, ինչը կարող է մի փոքր բարդացնել խաղաղության ապահովման մեր գործը, բայց ամենևին չի կանխի դա եւ մենք ես կարծում եմ, որ մեր ստացած մանդատը լիովին բավարար է խաղաղությունը անշրջելի դարձնելու համար։ Երբ որ դուք մի ամբողջ ժողովրդի սպառնացել եք պատերազմով, ես վստահ եմ, որ բազմաթիվ են ընտրախախտումների հետ մեկտեղ էական նշանակություն ա ունեցել այս պատերազմի վախը, տերորը ժողովրդին։ Ընդ որում, սա նաև բարոյական հարթության վրա է։ Ինչ առումով, որ այն ժողովուրդը, որ մի քանի անգամ սեպտեմբերին պատերազմ ա տեսել, դուք այդ նույն մարդկանց ասում եք, եթե մենք սահմանադրական մեծամասնություն չստանանք, լինելու է ավերիչ պատերազմ, չի ասում է ընդդիմությունը գա սա է անելու պատերազմա լինելու։ Շատ հստակ է, պարոն Ռուբինյան, իմ հարցադրման մեջ ես ձեզ նաև հուշեցի ինչ չասել։ Ես գիտեի դուք ինչ եք ասելու։ Հայտարարությունը հստակ էր եւ դուք էլ ասում եք, որ հիմա պատերազմ չի լինելու, ինչը հերթական անգամ ապացուցում է, որ սովորական ստախոսներ եք, ով ժողովրդին մոլորեցնելով քվե է ստացել։ ՔՊ-ն ժողովրդից այնքան մանդատ չի ստացել, որ կարողանա հայության շահերը ոտնահարելով թուրք-ադրբեջանական տանդեմի նոր պահանջները հլու հնազանդ կատարել ու երկիրը նոր արկածախնդրության տանել։ ՔՊԱ-ականներին հիշեցնում է Հայաստան խմբակցության падգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Լավ իմացեք, դուք մեր ժողովրդի կողմից, ժողովրդի մեծամասնության կողմից չունեք մանդատ երկիրը նոր զիջումներ տանելու։ Դուք չունեք մանդատ անկլավների անվան տակ Տիգրանաշեն հանձնելու։ Դուք չունեք մանդատ սահմանագծման եւ սահմանազատման անվան տակ Հայաստանից նոր տարածքներ հանձնելու։ Դուք ժողովրդի մեծամասնության կողմից չունեք մանդատ Ադրբեջանի պահանջով Հայաստանի սահմանադրությունը փոխելու, անկախության հռչակագրից հրաժարվելու, հայոց ցեղասպանությունը ունենալու համար։ Եվ վերջապես, դու ժողովրդի մեծամասնության անունից չունեք մանդատ երկիրը նոր արկածախնդրության տանելու։ Ընդդիմության համոզմամբ վարչապետի պաշտոնում երրորդ անգամ առաջադրվելով արկածախնդրության է գնում Փաշինյանը։ Այն նույն Փաշինյանը, որը Սերժ Սարգսյանին դատապետում էր երրորդ անգամ իշխանությունը վերցնելու փորձի համար։ Լեգիտիմության դեֆիցիտից մենք խոսում ենք եւ դա բնական է, առավել քան բնական, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը երրորդ ժամկետին գնալով պետք է արձանագրենք, որ գնացել է երրորդ ժամկետին։ Մարդ, որ պայքարում էր, որ Սերժ Սարգսյանը երրորդ ժամկետով չվերընտրվի, գնացել է երրորդ ժամկետին։
Ընդդիմությունը նկատում է երրորդ ժամկետով էր ընտրված ՔՊ-ն օգտվել է հենց այն սահմանադրությունից, որը կատաղի քննադատում էր 11 տարի առաջ։ 2015 թվականին ընդունված սահմանադրությունն է Փաշինյանի թիմին հնարավորություն տալիս ընտրողների փոշիացած ձայների շնորհիվ նորից կառավարություն ձևավորել, հիշեցնում է Արամ Վարդևանյանը։ 49-ն մեծ է 50-ից։ Եթե այո, եկեք հաշտվենք, թե ընդունենք։ Հիմա ուզում եմ հասկանամ, ոնց որ եթե 50%-ից ավելին հայ հասարակության չի ընտրել ձեզ, դուք իշխանություն եք ձևավորել ձայների փոշիացման միջոցով, ավելին հունիսի 7-ի գիշերը, երբ ձեր առաջնորդը հայտարարեց, որ դուք հաղթել եք ընտրություններում, տոկոսը չէր կարում ասել։ Բնական է, որ տոկոսը չէր կարա ասել, կամ կարար եւ ասել, եթե մի քիչ ավել էլ սպասեր պարոն Վահագն Հովակիմյանին։ Տեսեք, գործընկերներ, ձայների փոշիացման համակարգը դա ընտրական օրենսգրքով է նախատեսված եւ իդեպ ստեղ դուք էլ մի հատ կոնֆլիկտի մեջ եք մտնում։ Եթե դուք շարունակում եք հանրապետականի բոլոր գործողությունները քննադատել, հաշվի առեք այդ ձայների փոշիացման համակարգը, որով հիմա իշխանություն եք ձևավորել, հանրապետականի ժամանակ ընդունված ընտրական օրենսգիրքն է։ Որ 9-րդ գումարման խորհրդարանը լեգիտիմության լուրջ խնդիր ունի, ըստ Քրիստինե Վարդանյանի, ընդունում են նաև ՔՊԱ-ականները, երբ հայտարարում են, թե ընդդիմության օգտին քվեարկողները ընտրակաշարք են վերցրել։ Ո՞նց է 550,000 քաղաքացու ասում, որ իրանք կաշառքով են քվեարկել։ Ո՞նց եք տենց բան ասում։ Դուք հասկանում եք, որ դրանից բխում է, որ ոչինչ լեգիտիմ չի։ Մենք սահմանադրական դատարանում չենք վիճարկում, որ ընդդիմության ձայները լեգիտիմ չեն։ Այո, դրանք կարող էին ավել լինել, եւ եթե այդ ընտրախախտումները չլինեին։ Մենք ասում ենք ձեր ձայները, ձեր այդ համամասնությունը, որը ստացել եք, Արամ Վարդևանյանը իմ գործընկերը նշեցին ինչ մեթոդներով, լեգիտիմ չի։ Ոչ թե ժողովուրդը, այլ ԿԸ-ն որոշել է, ովքեր պիտի լինեն ազգային ժողովում, ովքեր պիտի չլինեն։ Գիտեմ, սիրելի հայրենակիցներ, երբ ամենի մասին խոսում ենք, դուք կարող եք ասել, բայց քվեատուփեր չեն գողացվում։ Այսինքն ո՞նց է ընտրությունները կեղծվում։ Հա, 21-րդ դարում քվեատուփ կարա չգողացվի ընտրության կեղծելու համար, բայց դուք պատկերացնում եք, քանի քվեատուփ պիտի գողացվեր ու ինչքան քվեաթերթիկ պիտի լցոնվեր մի ամբողջ ուժ 50,000-ից ավել ձայն ունեցող ուժի ձայները գողանալու համար։ Այսինքն դուք ուզում եք մենք ձեզ շնորհակալություն հայտնենք, որ ձևերն եք փոխել, ավելի ակուրատնի եք անում, դրա համար ձեզ կրեդիտ տանք։ Չէ, կներեք, չենք կարող տանք։ Դուք կրկնում եք վատագույն ավանդույթները, ավելի սիրուն ու պուպուշ։ Պարոն Ռուբինյան, ողջունում եմ ձեր ռեբրենդինգի փորձը, բայց վստահություն չեք ներշնչում, ճիշտն ասած, հավատալ չեք ներշնչում ու անկեղծ ասած նի վերու։ Չի հավատում ընդդիմադիր падգամավորը Ռուբինյանին, որովհետև ըստ նրա խոսնակի թեկնածուն սխալվում է, երբ ասում է, թե իբր ընդդիմությունը չի հաշտվում ժողովրդի ընտրության հետ։ Որ համայնքում չի ընտրվել ձեր սրտի համայնքապետը, հետապնդել եք իրան։ Ընդդիմադիր սպանված համայնքապետ ունենք։ Հիմա ով չի հաշտվում ժողովրդի քվեի հետ։ Փաշինյանի իշխանության լեգիտիմության ճգնաժամի մասին խորհրդարանական ընդդիմությունը պատրաստվում է խոսել նաև միջազգային հարթակներում, ասում է Հայաստան խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, հստակեցնելով, որ նաև դրա համար է ընդդիմությունը վերցրել մանդատները։ Ցավոք, այս փուլում հավաքական ընդդիմությունը հաստատի չի կարողացել հասնել նրան, որ այստեղ քաղաքական մեծամասնությունը ԿՊ-ն չլինի։ Բայց նաև ուզում եմ ասել, որ մենք օգտագործելու ենք այս հարթակը պայքարը շարունակելու համար, եւ այս հարթակի հնարավորությունները մենք ամբողջությամբ օգտագործել ենք, որովհետեւ հնչելու են հարցեր, որոնք վստահաբար այս իշխանության եւ որևէ ներկայացուցիչ չի բարձրաձայնելու։ Կարնե Մանգասարյան, Աշոտ Մնոյան եւ Հարություն Մաթեւոսյան, Հայլուր։